Թալիշում զոհված 33-ամյա պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի ու կամավոր 49-ամյա Սարգիս Խալաֆյանի ընտանիքները սոցիալական ծանր վիճակում են։ Երևանում վարձով են ապրում։ Սարգիս Խալաֆյանն ունի 4 չափահաս, իսկ Հրաչյա Մուրադյանը 3 անչափահաս երեխա։ Հրաչյայի անչափահաս 3 երեխաները մնացել են կնոջ Աննա Համբարձումյանի խնամքին։ Չեմ պատկերացնում ինչա լինելու, դե ես կաշխատեմ ամեն ինչ անեմ երեխաներիս համար, ուս կգտնեմ իմ մեջ ոտքի կանգնելու, օգնողներ իհարկե կան։ Տեղ-տեղ սևացած առաստաղով, ճակճքած պատերով ու մութ սենյակներով տանն արդեն 5 տարի վարձով է բնակվում Սարգիս Խալաֆյանի ընտանիքը։ Կինը Նունե Խաչատրյանը պատմում է, երկրորդ կարգի հաշմանդամամուսինն անտեսելով առողջական խնդիրները, առաջնագիծ է մեկնել հապճեպ բարձր տրամադրությամբ։ Ասում է, հասցրել է միայն ժամկետային զինծառայող որդուն զորամասում հրաժեշտ տալ։ 90-ականներին կրկին կամավոր ռազմաճակատ մեկնած ու վիրավորված Սարգսի 84,000 դրամ թոշակով են տան վարձեմուծել։ Խցիկի առջև Նունեն զսպում էր արցունքները, ասաց ամուսինն արգելել է տրտնջալ ու օգնություն խնդրել։ Թեև ընտանիքն ու ընկերները շատ են հորդորել, որ բնականon ստանալու հարցով Սարգիսը պաշտպանության նախարարություն դիմի, բայց նա այդ հարցը միշտ շրջանցել է։ Նա ոչ մի անգամ չէր դիմում իր համար։ Ընկերների համար կդիմեր, կգնար ամեն հարցում։ Թե բուժօգնության, թե բայց իր համար ոչ մի անգամ չի դիմել։ Բայց վերջում ասում էր 17 թվականին կդիմեմ, բայց ինչի հենց 17 թվականին, այտենց մենք չկարողացանք հասկանալ։ Այս երկու ընտանիքներին այցելած նկարչուհի Զարուհի Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր տեղադրել ու գրել. պետությունը պարտավոր է նրանց տուն տալ, չասեք փող չկա, մեջբերման ավարտը։ Ավականու Բարև Երևան խմբակցությունն էլ այս հարցով 2 օր առաջ նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Անահիտ Բախշյանը հաշվել է այս տարվա փետրվարին ավականու կողմից հաստատած Երևանի սեփականություն հանդիսացող գույքի ցանկն ու տեսել, որ 440 բնակարան կա։ Ազատ են դրանք այս պահին թե ոչ, հենց այդ նույն նիստին Բախշյանը հարցրել է զեկուցող Արսեն Ամյանին, բայց քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարկացել ու զրկել է Բախշյանին այդ հարցի պատասխանը լսելու իրավունքից։ Ասում է, քաղաքապետը չպետք է սպասեր այս նամակին, հույս ունի, որ պատասխանը բացասական չի լինի։ Աստված ոչ անի։ Հանկարծ մերժվի, ուրեմն ես կմտածեմ ինչ անեմ, բայց վայն եկել տարել։ Կարող էր անմիջապես քաղաքապետն ասել, չէ, կարող էր ընդամենը իր գործընկերների միջոցով մի հատ նախադասություն գրեր, քաղաքապետարանը տեսել է, մտահոգ է, բայց ոչ մի բան չտեսա, որտեղ ինքը ինձնից շուտ, հաստատ ինձնից շուտ իմացա, երբ որ Զարուհին գնաց, տեսավ, տարածեց։ Ավականու ընդդիմադիր անդամը հիշեցնելով անցած տարի արվեստագետներին բնակարաններ նվիրելու քաղաքապետի որոշումը, ասաց, այն ժամանակ էլ բուռն քննադատություններ հնչեցին, որովհետև միշտ չէ, որ այդ գործընթացը թափանցիկ է լինում։ Նվիրատվության հետ կապված դա իր լիազորությունն է, իր անձնական լիազորությունն է։ Գուցե այդտեղ այդ լիազորությունը վերցնել քաղաքապետից եւ հանրային քննարկման նույնիսկ կարելի է դնել, եթե այդ լիներ ամեն ինչ արդար, այդ վստահությունն էլ է հերիք, որ վստահում ես քաղաքապետին, որ ինքը պատահական անարդար բան չի տա, ասում ես լավ, բայց մենք տեսնում ենք ոնց է լինում։ Անահիտ Բախշյանը քաղաքապետարանից պահանջել է նաև տրամադրել Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների ժամանակ զոհվածներից երևանաբնակների ցանկը։ Խմբակցությունը կպարզի, թե նրանցից քանիսի ընտանիքը բնակարանի խնդիր ունի ու այդ հարցը լուծելու պահանջով կրկին կդիմի քաղաքապետին։ Բայց ինչ էլ անենք, ուշացած է, ընդգծեց ավականու ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանը։ Բացահայտեց իշխանական խավի ողջ ցինիզմը, գոնե մի լավ բան անեն, երեկվա կառավարության որոշումը զինծառայողներին, Էդմոնդ Մարուկյան խեղճը կոտորվեց այդ նախագիծը առաջ մղելով, հա, ուրեմն պիտի գնային, 92 հոգի զոհվեին, այսքան վիրավորներ ունենայինք, նոր մեր կառավարությունը որոշեր այդպիսի բան, այդ գումարը, որ այսօր տալու են դրսերում բուժվելու համար, դնեին սպառազինության վրա, դնեին սահմանը ուժեղացնելու վրա, եւ մենք չունենայինք այս
այսքան զոհ, այսքան վիրավոր։ Կառավարությունը իր բոլոր ինչ ասեմ, տգեղ մի հատ լավ բառ եմ ուզում գտնել, սպասի։ Ամոթալի բոլոր կողմերից սենց պարզ կանգնեց հասարակության առաջ։ Եվ ինքը այսօր ուղղակի հինարան չունի ժողովրդի մեջ։